Ինչու եւ ինչ ակնկալիքով է Ադրբեջանը ականապատում խաղաղության դաշտը, որ փուլում է սահմանազատման գործընթացը կամ այն մասին, թե ինչպես է ցորենի եւ բենզինի ներկրում Ադրբեջանից Հայաստան ստվերում սահմանագծման գործընթացը։ Բաքվում շարունակվել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ հայ մյուս գերիների շինց ու դատավարությունը, նրանցից մի քանիսը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ 2027 թվականից կառավարությունը ընդմիշտ հրաժեշտ կտա պոլի էթիլենային տոպրակներին։ Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա վիրավոր։ Ինչու է հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը զգալիորեն կրճատվել։ Դպրոցների օպտիմալացումը հասել է սահմանամերձ շրջաններ, շատ գյուղերում դպրոցականներ չկան։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Թշնամին մեզ պարտադրում է զինաթափվել, մինչդեռ նույն այդ ընթացքում իսկ իր սեփական զինանոցն է համալրում եւ ուժեղացնում։ Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի փակուղի մտնելու դեպքում մասնագետները չեն բացառում ռազմական նոր էսկալացիայի հավանականությունը։ Շատ հաճախ խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն իրական խաղաղություն այդպես էլ չբերելով։ Հակառակ տեսակետի կողմնակիցները փորձում են համոզել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը ու էսկալացիան օրակարգում չեն, որ մնացել են միայն առանձին վիճելի կետեր, ինչը միանգամայն բնական է։ Հենց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտությունն ու երկխոսությունը։ Գլոբուսի այս կետերը տարբեր աշխարհամասերի հակամարտություններն են թիրախավորում, այդ թվում հայ-ադրբեջանականը, որն ըստ The Economist հեղինակավոր պարբերականի վերլուծության աշխարհում այս պահին ընթացող եւս 6 կոնֆլիկտի հետ եկող տարի 2026-ին կթեժանա, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, Բաքու-Երևան առևտուր արել, փորձագետների մայրաքաղաքից մայրաքաղաք ուղարկել։ Անընդհատ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի գլխավոր նախադրյալը այնուամենայնիվ մնում է իմ կարծիքով իր ռազմական շատ ուժեղ այս բալանսի փոփոխությունը, որ ինքը շարունակում է իր անվտանգային զինանոցի ուժեղացումը, այսպես կոչված, ու ռազմական էսկալացիա կլինի այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը մտնի փակուղի, բլոկ լինի, այսինքն։ Կան դրա նախադրյալները, մասնագետն ասում է, Ադրբեջանը ոչ ամերիկյան նախախաղաղության կուլմինացիայից առաջ, ոչ էլ դրանից հետո այդպես էլ չդադարեց մեզ հետ ուժի դիրքերից խոսել։ Նաև հիշեցնում է, ինքնիշխան Հայաստանը շարունակ ընդհուպ մինչև Ալիև հռչակվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Ավելին, Ադրբեջանից այդպես էլ չեն արձագանքում պաշտոնական Երևանի առաջարկին խաղաղության գործընթացից հանելու, ինչպես արցախցիների միջազգայինորեն ճանաչված վերադարձի իրավունքը, այնպես էլ նրանց դարձյալ այսպես կոչված նորահայտ փախստականների հարցը։ Չեն արձագանքում այնպես, կարծես չեն էլ լսել։ Իրենց կողմից ուժի լեզու շարունակում է աշխատել այնուամենայնիվ, ինչը միանշանակ բարձրացնում է տեղային էսկալացիաների ռիսկը թեկուզ, տեսնում են ամեն օր ռազմական առումով ուժեղացող Ադրբեջան։ Այն, որ ստանդարտները երկակի են ու խաղաղության փաստաթղթին զուգահեռ Ադրբեջանը օր-օրի ամրացնում է իր անվտանգային համակարգն ու անվտանգային իմունիտետը պետության, հասարակության, սա պետք է մեզ համար որոշակի ազդակ լինի մշտապես պատրաստվելու եւ ուժեղանալու համար։ Երկխոսության փորձեր առանց նախկին ինտենսիվության, քաղաքագետն այսպես է բանաձևում հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլը, ագրեսիվ ռետորաբանությունը լրացնում է խաղաղասիրական ձայնը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին վերջին շրջանում ակտիվ անդրադարձ ասես թե չկա։ Լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի տեսադաշտում առավելապես հարևան Ադրբեջանով Հայաստան ներկրվող վառելիքային եւ հացահատիկային նորություններն են։ Իսկ Գաբալայում կայացած հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը բավարարեց հանդիպման եւ քննարկված հարցերի մասին ժլատ հայտարարություններ տարածելով։ Փոքր-ինչ ավելի ուշ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցներից հանրությունը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոտքի հանքում ադրբեջանական եւ հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացրել։ Ղազախստանից Ադրբեջան, Վրաստան, Հայաստան հացահատիկի, ապա նաև Ադրբեջանից հեղուկ վառելիքի ներմուծումը կարծես թե ստվերել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։
Ադրբեջանական Գաբալայում կայացած հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովը բավարարվեց հանդիպման քննարկված հարցերի մասին զուտ պրոտոկոլային հայտարարություններ տարածելով միայն։ Հետո փոքր-ինչ ավելի ուշ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոտքի հանքում են ադրբեջանական եւ հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ իրականացրել։ Սոտքի հանքավայրի սահմանային հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կատարել են համատեղ տեղազնման աշխատանքներ։ Ժամի հետ զրույցում Սոտք բնակավայրի վարչական ղեկավարը հայտնեց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչ աշխատանքներ են կատարվել իր ենթակայության տակ գտնվող վարչատարածքում։ Եթե հանդիպում խոսակցություն է եղել, դրա մասով ինֆորմացիա չեմ։ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարվածելով Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի ռազմավարական նշանակության օբյեկտներին եւ նախկինում անվտանգ համարվող քաղաքներին ու գյուղերին։ Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները հրետանային միջոցներից խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ էին վարում Գորիսի, Սոտքի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառում էր նաեւ ԱԹՍ-ներ։ Այդ ժամանակ Հայաստանը կൂട്ടականից մինչեւ ներքին հանդ ռազմավարական ու մարտավարական բարձունքների կորուստներ ունեցավ։ Ըստ քարտեզագրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանը Սոտքում եւս տարածքային կորուստներ է ունեցել։ Որոշ բաներ կա Սոտքի մոտերը, որոշ տեղեր իրենք գրավել են, այո։ Հանքը երկու երկրի հողամասի մեջ է, մի մասը Հայաստանի, մի մասը Ադրբեջանի։ Մուտքը Հայաստանի տարածքից է եւ ադրբեջանցիները կարծեն ուզել են այդ մասը գրավել։ 2021 թվականի մայիսի 12-ի դեպքերն է, որտեղ ինչ-որ խնդիրներ եղել, դրանց մասը բոլորը տեղյակ են։ Հայտնի չէ, թե օրինակ ինչ աշխատանքներ է տարել հայ-ադրբեջանական հանձնաժողովը Հայաստանի հարավային շրջաններում, կամ ընդհանրապես աշխատանք տարվել է հարավային ուղղությամբ։ Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել փոխվարչապետ Գրիգորյանի հայտարարությունից այն մասին, թե իր գործընկեր Մուստաֆայևի հետ միասին այցելել են հարավ եւ Ադրբեջանի տարածք։ Փոխվարչապետը հայտնել է, որ դա հիմնականում կապ ուներ Թրիփի հետ, սահմանազատման հնարավոր ֆրագմենտների եւ գործընթացի հետ։ Ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան եւ դիրքից կախված որ հատվածները մենք պիտի սահմանազատենք։ Այն մասը, որ ճանապարհը Ադրբեջանին է միանում, մյուս կողմը, որ ճանապարհը Նախիջևանին է միանում, այդտեղում գոնե 5-6 կիլոմետր պետք է անպայման նախ որպես առաջին հերթին այդտեղը սահմանազատվի, որ իմանանք, եթե սահմանը կա, գոյություն ունի, ճանապարհը աշխատելու է, ապա շրջապատվելու, ապա կողմերը իրենց անցակետը եւ իրենց մաքսակետերը որ գծի վրա կառուցեն։ Սյունիքը հիմա աշխարհի ուշադրության կիզակետում է։ Արևելքը արևմուտքի միացնող ճանապարհից, Սյունիքով Թրամփի ուղով անցնելիք ճանապարհից գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է իր համար շահաբաժին պոկել։ Ինչ կմնա Հայաստանին եւ արդյոք հաշվի կառնում են հայկական կողմի առաջարկները։ Հայաստանի հարավում կարևոր նախագծերի իրականացման ժամանակ քաղաքագետ վերլուծաբանները վատատես են։ Նրանք կարծում են, որ Հայաստանի հարավի հետ տեղի է ունենալու այն, ինչ կատարվեց Արցախի պարագայում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների շինսու դատավարությունը, որի ընթացքում նրանցից մի քանիսը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Մասնավորապես Արցախի նախկին նախագահ Արայք Հարությունյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատարանում եզրափակիչ խոսք են ասել։ Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները, հայտարարելով դատախազների փաստարկների հիմնազուրկ լինելու մասին։ Նրանք իրենց հակափաստարկներն են ներկայացրել մեղադրանքի առնչությամբ։ Հաջորդ նիստը կանցկացվի դեկտեմբերի 22-ին։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ 2027 թվականից կառավարությունը ընդմիշտ հրաժեշտ կտա պոլիէթիլենային տոպրակներին։ Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա վիրավոր։ Ինչու է հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը զգալիորեն կրճատվել։ Դպրոցների օպտիմալացումը հասել է սահմանամերձ շրջաններ, շատ գյուղերում դպրոցականներ չկան։ Շարունակում ենք թողարկումը։
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Կեսօրին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թղամասում բախվել են 3 ավտոմեքենա և 50-րդ երթուղին սպասարկող մարդատար գազելը։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, ինչպես պարզվել է ավելի ուշ 50 համարի երթուղին սպասարկող գազելի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Ինչու է հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը զգալիորեն կրճատվել։ Պարզվում է, որ այսուհետև հատուկ վտանգավոր համարվող 34 հիվանդություններից ընդամենը 9 է փոխհատուցվելու։ Փորձագետները փաստում են, սա ամենևին էլ առողջապահական բարեփոխում չէ, խոսքն ավելի մատչելի դարձնելու դեպքում պետք է արձանագրենք, պետությունը կրճատել է իր գործառույթները ու իրեն ազատել պատասխանատվությունից հանրային առողջության հաշվին։ Երկար տարիներ է, ինչ Հայաստանում գոյություն ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների հստակ սահմանված ցանկ։ Խոսքը վերաբերում է արագ տարածվող եւ համաճարակային լուրջ վտանգ ներկայացնող 34 վարակիչ հիվանդություններին, որոնց դեպքում պետության համակարգված միջամտությունը ըստ էության դառնում է պարտադիր։ Նշված հիվանդությունների դեպքում պետության դերակատարումը հստակ է, ապահովում է կոնտակտային անձանց հայտնաբերում եւ հսկողություն, որոնց էլ հետևում է կարանտինային միջոցառումները, պետական պատվաստումների իրականացումը, անվճար կամ պետական պատվերով բուժօգնությունը, ինչպես նաև ինֆեկցիոն ծառայությունների եւ լաբորատոր կարողությունների շարունակական աշխատանքը։ Սրանց էլ գումարվում է սանիտարահիգիենիկ վերահսկողությունը հանրային վայրերում, սննդի եւ ջրի ոլորտում, հանրային իրազեկումը, պաշտոնական հաղորդակցությունը, բուժանձնակազմի պաշտպանությունը եւ պետական պահուստների ձևավորումը։ Այն ներառում է հիվանդությունների վաղ հայտնաբերում եւ պարտադիր գրանցում, յուրաքանչյուր դեպքի օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, վարակվածների մեկուսացում եւ բուժում պետական պատվերի շրջանակներում։ Հիվանդությունների այս ցանկը կտրուկ կրճատվում է։ Այսուհետև հատուկ վտանգավոր են համարվելու հիվանդություններից ընդամենը 9. Ժանտախտի թոքային ձևը, խոլերան, տիֆը, պարատիֆը, համաճարակային ոչ լայն տիֆը, շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզը, հարուցիչի արտազատման բոլոր ձևերի դեպքում, վիրուսային հեմորագիկ տենդերը, արևադարձային մալարիան, մերձավոր արևելքի շնչառական համախտանիշը, ինչպես նաև համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակները, իսկ որոնք են դուրս մնում հիշատակված ցանկից։ Փորձագետն է պարզաբանում, այս քայլով պետությունը իդեմս առողջապահության նախարարության սահմանափակում է պետական միջամտությունը եւ հրաժարվում է իր պարտավորությունների զգալի մասից, փաստացի հայտարարելով, որ մնացած հիվանդությունները այլևս իրենց խնդիրը չէ։ Ամենակարևոր կոմպոնենտը, որը որ մեր երկրի համար սոցիալական հիվանդություն է համարվում, դա տուբերկուլոզն է, որի միայն ակտիվ փուլն են համարում հատուկ վտանգավոր։ Հաջորդը կարմրախտն է, կարմրոկո, եւ որը որ մենք տեսանք ինչպես տարածաշրջանում 2 տարի առաջ Հայաստանում դարձավ առաջիններից։ Փորձագետի դիտարկմամբ սա առողջապահական բարեփոխում չէ, եթե պարզ, ապա սա պատասխանատվությունից ազատվելու ձև է, ինչը նշանակում է պետության գործառույթների կրճատում հանրային առողջության հաշվին։ Երբ հիվանդությունը դուրս է մնում վտանգավորների ցանկից, դրան զուգահեռ վերանում է նաև պետության պարտադիր արձագանքը, անվճար բուժօգնության երաշխիքները եւ համաճարակաբանական լիարժեք վերահսկողությունը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Դպրոցների օպտիմալացում սահմանամերձ շրջաններում փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները կփակվեն ու կմիավորվեն։ Ենթադրաբար կլինեն տնօրենների, ուսուցիչների, հաշվապահների եւ այլ հասիկների կրճատումներ։ Դպրոցների օպտիմալացման պայմանավորված գործազրկության եւ գյուղերի դատարկման մասին է ներկայացվելիք տեսանյութում հնչող ահազանգը։ 2026-ին շուրջ 230 դպրոց ներառյալ սահմանամերձ շրջաններինը այլևս չի գործի։ Փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները կփակվեն ու կմիավորվեն։ Սյունիքի մարզից օրինակ 45, Շիրակից 40 դպրոց է փակվելու։ Փոխարենը կառավարությունը մինչև 2026 թվականը խոստանում էր կառուցել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ, սակայն մինչև այժմ կառուցվել, նորոգվել ու շահագործման է հանձնվել 60 դպրոց։ Արդյունքում ունենք փակված դպրոցներ, կրթական բազում խնդիրներ ու անորոշ ճակատագրեր։ Ճանապարհների խնդիրներ ունենք, որտեղ ձմռանը ճանապարհները երկար ժամանակ փակվում են։ Երբեմն լինում է, չէ՞, որ երեխան օրինակ առավոտյան վատ է զգում, կարող է 1 ժամ բաց թողել, հետո գնալ իր դասին։ Այս դեպքում նման հնարավորություն չի լինելու։ Դպրոցների փակումից հետո երեխաները ձմռան այս ցրտին ստիպված են լինելու ոտքով մի քանի կիլոմետր կտրել անցնել հարևան գյուղի դպրոց հասնելու համար։ Եղանակային պայմանների պատճառով ըստ փորձագետի լուրջ խնդիրներ են առաջանալու, այդ թվում Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում։ Տեղափոխ
խաղաղության խնդիրը հատկապես կսրվի 1-ից 4-րդ դասարանցիների պարագայում։ Այստեղ եւս որոշակի խոստումներ էր տվել կառավարությունը։ Այն է կապահովեն դպրոցականների տեղաշարժը մեքենաներով։ Փակվող կամ միավորվող դպրոցների համար նախատեսվում են հաստիկներ, ուղեկցողի եւ վարորդի։ Այդ կոնկրետ տեսփայի դրությամբ անհասկանալի է դրա ֆինանսական բաղադրիչը ինչպես են ապահովելու։ Արդյոք կարող է, թե օրինակ դպրոցը ունենա միկրոավտոբուս, հասցնի 3-4 համայնքներից երեխաներին հավաքագրի եւ ճիշտ ժամանակին, օրինակ 9:00-ին հասցնի դպրոց։ Մենք կոմունիկացիոն ցանցի խնդիրներ ունենք։ Մյուս դեպքում խնդիր է առաջանում նաեւ ուսուցիչների համար, կլինեն տնօրենների, ուսուցիչների, հաշվապահների եւ այլ հաստիկների կրճատումներ։ Այդ աշխատատեղերը կպակասեն եւ մարդիկ հակված կլինեն գնալ այն գյուղերը, որոնցում դպրոց կա։ Ու այսպես ինքնաբերաբար մարդիկ կսկսեն մտածել հեռանալու մասին։ Դպրոցները մեր հատկապես բարձր լեռնային սահմանամերձ բնակավայրերում ունեն համայնքաստեղծ նշանակություն։ Դրա հիման վրա կազմավորվում է հենց այդ համայնքը։ Եթե մենք դպրոցը հանում ենք համայնքից, ըստ էության մենք դատապարտում ենք գյուղին ուղղակի դատարկվելու։ Կամաց տեղափոխվում են քաղաքներ, հիմնականում մայրաքաղաք։ Ցավոք սրտի շատերն էլ մայրաքաղաքից ուղղակի դուրս են գնում, երկիրն են լքում։ Եթե գյուղում երեխա չլինի, համայնքը ինչպես կապրի, ահազանգում են կրթության ոլորտի փորձագետները։ Փակման գործընթացը ըստ մասնագետների կարող է ունենալ շղթայական հետևանք, ու դրանք կզգացվեն ոչ միայն կրթական համակարգում, այլև սոցիալ-տնտեսական ոլորտներում, վտանգելով համայնքների կենսունակությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Թուղթ պլաստիկ